Երևան հեռուստաընկերության եթերում Երևան լրատվի գլխավոր թողարկումն է, ստուդիայում Լիանա Թադևոսյանն է, բարի երեկո։ Այսօր նշվում է ոստիկանության օրը։ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ոստիկանության օրվա առթիվ, որում մասնավորապես ասված է. Ոստիկանության հարգելի աշխատողներ եւ վետերաններ, շնորհավորում եմ ձեզ ոստիկանության օրվա կապակցությամբ։ Ակնհայտ է, որ վերջին տարիներին ոստիկանության ոլորտում իրականացված եւ իրականացվող բարեփոխումները տվել են իրենց դրական պտուղները։ Քաղաքացիների իրավունքների, ունեցվածքի, հատկապես հասարակական կարգի պաշտպանությունն այսօր մեզանում բարձրացված է ավելի հուսալի աստիճանի։ Սա փաստ է եւ այդ ձեռքբերումն արդյունք է այն ծավալուն աշխատանքի, որ իրականացրել եք դուք։ Հայաստանի ոստիկանության տեխնիկական վերազինումը, աշխատավոճի բարելավումը, ինչպես նաեւ արհեստավարժության կտրուկ բարձրացումը, որոնք նախկինում բարի ցանկություն էին, այսօր հիմնական մասով իրականություն են։ Թեև անելիքներ դեռ շատ կան, այդուհանդերձ անհերքելի է, որ հասարակության աչքին բարձրացել է ոստիկանի մասնագիտության եւ ընդհանրապես ոստիկանության որպես պետական կառույցի հեղինակությունը։ Համոզված եղեք, որ եւ ժողովուրդը եւ իշխանությունները ուշադրությամբ եւ երախտագիտությամբ, նաեւ քննադատությամբ հետևում են ձեր աշխատանքին։ Կրկին շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ, մաղթում եմ առողջություն, ընտանեկան երջանկություն եւ անփորձանք ծառայություն իբարս Հայաստանի Հանրապետության։ Հայաստանի Հանրապետության ոստիկանության 95-ամյակի առթիվ մի շարք ոստիկաններ պարգևատրվել են պատվոգրերով։ Հայաստանի Հանրապետության ուժային կառույցների ղեկավարները մասնակցել են ոստիկանության օրվա առթիվ անցկացված տոնական միջոցառմանը։ Հայաստանի Հանրապետության ոստիկանության մշակույթի բաժնում այսօր ապրիլի 16-ին տոնական տրամադրություն էր։ Ոստիկանները նշում են ոստիկանության մասնագիտական տոնը եւ Հայաստանի Հանրապետության ոստիկանության 95-ամյակը։ Հայաստանի Հանրապետության ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով մի շարք ոստիկանության աշխատակիցներ պարգևատրվեցին պատվոգրերով։ Ոստիկանապետի շնորհավորանքին արժանացավ նաեւ Տարոն Մարգարյանը որպես օրինակելի քաղաքապետ։ 95 տարի առաջ Արամ Մանուկյանի հրամանով, երբ նշանակվեց ներքին գործերի նախարարությունը, հաշվում է մեր տարիքը։ Մենք ունենք լավ անցյալ։ Մեր բոլոր պետությունը, որ հանդերձ այսօր մենք վերցնում ենք վերցնել եւ կրում ենք այն լավը, ինչ թողել են մեր ավագ սերունդները։ Եվ փորձում ենք շտկել այն վատը, ինչ թողել է մեր ավագ սերունդները։ Ոստիկաններին շնորհավորելու էր եկել նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանը եւ մի շարք պաշտոնյաներ։ Տիգրան Սարգսյանը շնորհավորելով ոստիկանապետին նվիրեց ժամացույց ի նշան ճշտապահ եւ համակարգված աշխատանքի։ Ցանկացած պետության կայացվածության աստիճանը կարելի է գնահատել նրանով, թե ինչպիսին է ոստիկանությունը, ինչ մակարդակի վրա է գտնվում մասնագիտական պատրաստվածությունը ոստիկանների, ինչ աշխատավոճ են որդեգրում ոստիկանությունում եւ ինչ ձևով են մատուցում այդ ծառայությունները, որոնք ամրագրված են օրենքով։ Վլադիմիր Գասպարյանի կողմից պարգևատրվեցին նաև ոստիկանության ամենատարեց աշխատակիցները։ Տիկին Շուշաննան 95 տարեկան է, ճիշտ Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարիքի մասնակցել է հայրենական մեծ պատերազմին։ Կյանքը դժվար է եղել, սակայն հետաքրքիր, նշում է նա։ Ցանկանում եմ բոլոր այսօրվա ջահելներին առաջի հերթին առողջություն, խաղաղություն մեր հայոց հողին։ Ուզում եմ անպայման ազնիվ աշխատեն։ Հայ ոստիկանի կերպարը պետք է լինի օրինակելի, կարգապահ եւ վստահելի, ընդգծեց Հայաստանի Հանրապետության ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։ Մարի Խերանյան, Արեգ Վարդեղյան, Երևան լրատու։
Հայաստանի Հանրապետությունում փորձ է արվում ներդնել ծրագրային բյուջետավորման համակարգը, սակայն դրա ամբողջական ներդրման համար կպահանջվի 10-ից 15 տարի։ Այս համակարգի ամբողջական ներդրումը արդյունավետ է, եթե այն պահանջված է օրենսդրի կողմից, սակայն ներդրման ուղղությամբ դեռևս քննարկումներ են անցկացվում։ Հայաստանում հաշվի է առնվում նաև միջազգային փորձը, սակայն որքան էլ զարգացած երկրները կիրառեն ծրագրային բյուջետավորման համակարգը, այդուհանդերձ այն ամբողջությամբ չի կիրառվում։ Ինչպիսի ապագա կունենա ծրագրային բյուջետավորման ներդրումը Հայաստանում, այս հարցի շուրջ ծավալված լսումների ընթացքում քննարկվեցին մի շարք հարցեր, որոնք առնչվում են այս համակարգի ներդրման հետ։ Դեռևս 2004 թվականից Հայաստանի Հանրապետության կառավարությունը նախաձեռնել է ծրագրային բյուջետավորման բարեփոխումները, իսկ մեթոդաբանությունը մշակվել եւ փորձնական կիրառության մեջ է դրվել 2004 թվականից 2009 թվականների ընթացքում, իսկ ահա 2011 թվականի պետբյուջեի հիմնական ձևաչափին զուգահեռ բոլոր պետական մարմինների մասով պետական բյուջեն կազմավորվել է ծրագրային բյուջետավորման ձևաչափով։ Կառավարության կողմից իրականացվել էին մի շարք բարեփոխումներ եւ այդ բարեփոխումներն էին փաստորեն նախադրյալ էին հանդիսացել, որպեսզի կառավարությունը կարողանար անցնել ծրագրային ձևաչափի։ Ծրագրային բյուջետավորումը համակարգ է, որը թույլ է տալիս ծախսերը խմբավորել ըստ արդյունքների, նշում է Պավել Սաֆարյանը եւ հավելում, որ ծրագրային միջոցառումների համար սահմանված է ոչ ֆինանսական կատարողական ցուցանիշներ, այն պահանջում է ավելի հստակ սահմանել պետական ծախսերից ակնկալվող արդյունքները, բարելավում է ծախսերի պլանավորման եւ գերակայությունների սահմանած գործընթացը։ Պավել Սաֆարյանի հավաստմամբ ներկայումս բոլոր զարգացած երկրները այս կամ այն չափով օգտագործում են ծրագրային բյուջետավորման մոտեցումները, ՑԲ համակարգերը չեն կրկնվում։ Յուրաքանչյուր երկիր ունի իր ուրույն համակարգը։ Մեր գործընկերների USAID-ի եւ GIZ-ի օժանդակությամբ իրականացում է այդ ծրագրի ներդրումը։ Մեծ ծավալի աշխատանք է կատարված։ Իհարկե տեղյակ եք, որ առաջին թերթում ազգային ժողովը ընդունել է բյուջետային համակարգի մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությունը։ Հաջորդ քառորում կմտնի այդ օրենսդրական նախաձեռնությունը երկրորդ ընթերցման եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։ Այս համակարգը, որը ողջ աշխարհում դեռևս կիրառվում է ոչ ամբողջությամբ, ունի նաև բացասական կողմեր։ Ներդրումը աշխատատար է, թուլացնում է տնտեսագիտական դասակարգմամբ տող առ տող բյուջեի կատարման վերահսկողությունը։ Ես կարծում եմ, որ այստեղ խնդիր կա եւ պատգամավորները մտածելու բան է, որովհետեւ եթե մենք արդեն ծրագրային ձևաչափով ենք հաստատելու, մենք արդեն տող առ տող, այսինքն այս գերատեսչությունները չենք հաստատելու։ Ինչքան է լինելու աշխատավարձի հաստատությունները, ինչքան է լինելու գրասենյակային ծախսերը, կապի ծախսերը, չգիտեմ, գործողումների ծախսերը եւ այլն եւ այլն։ Եվ այդ վերահսկողությունը ինչ որ առումով թուլանալու է։ Եվ սա մենք դիտարկում ենք որպես թերություն։ Ծրագրային բյուջետավորման կիրառումը 40 տարվա փորձ ունի։ Այս տերմինը ծագել է ԱՄՆ-ում, սակայն տարիների ընթացքում այս երկիրը բավականաչափ փորձ չի ներկայացրել եւ այլ երկրների համար օրինակ չի ծառայել։ Պրակտիկորեն շատ քիչ երկիր կա, որ կարողանում են վերջնական արդյունքների վրա ուղղակի բանաձևային գնահատականներ տան։ Այսինքն մեկը մեկին ասեն, որ գիտեք, այո, հենց մեր պետական ծախսերի պատճառով գյուղատնտեսությունում բարելավվեց օրինակի համար կյանքի բարեկեցությունը 7.3%-ով։ Եվ դրա համար մեր փողը արդյունավետ էր կամ արդյունավետ չէր։ Հայաստանում ծրագրային բյուջետավորման անցումը 3 փուլ կպահանջի։ Այժմ առաջին փուլում ենք, մինչ 2016 թվականը այս համակարգին լիովին անցնելը տեխնիկապես անհնար է։ Սաֆարյանը նշում է, որ մենք նախ պետք է գնահատենք մեր ծախսերը, որակական ցուցանիշները եւ ուսումնասիրենք նորանոր գործառույթներ։ Սյուզիա Սատրյան, Սեյրան Վանցյան, Երևան լրատու։ Երկիր մոլորակի օրվա եւ ջրային համագործակցության միջազգային տարվա շրջանակներում այսօր ծառատունկ էր կազմակերպվել, որին մասնակցել են Հայաստանում օտարերկրադեսպաններ եւ ՄԱԿ Հայաստան գրասենյակի ներկայացուցիչներ։ Հայաստանի Հանրապետության արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը եւս ծառ է տնկել հանուն ծառաշատ երկրի։ Անձրևը խոչընդոտ չեղավ նրանց համար, ովքեր եկել էին ծառ տնկելու։ Ծառատունկի կանգառը Ավան վարչական շրջաններ, կազմակերպիչները ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը, ATP բարեգործական հիմնադրամը, իսկ աջակիցը Հայաստանի արտգործնախարարությունը։ Մենք շատ ուրախ ենք, որ մեր իսկ սեփական օրինակով մեկ ծառ տնկելով կարող ենք Երևանն ավելի կանաչ քաղաք դարձնել եւ մենք կոչ ենք անում բոլոր մարդկանց միանալ այս նախաձեռնությանը, սա մեզ համար արդեն բարի ավանդույթ է դարձել։ Շատ հետաքրքիր առաջ անգամ ծառ տնկեցի, շատ երջանիկ եմ ինձ զգում դրանից։
Ես առաջի անգամ չեմ տնկում, բայց հաճույքով միևնույնն է։ Ինձ թվում է շատ լավ նախաձեռնություն է։ Որքան շատ լինեն կանաչապատ տարածքներն, այնքան ավելի մաքուր ու գեղեցիկ կլինի մեր քաղաքը։ Ծառտնկելու գործին միացել են նաև Հայաստանում օտարերկրյա դեսպանները։ Ես հուսով եմ, որ յուրաքանչյուր ոք կհասկանա այս ծառատունկի իրական իմաստը։ Այսօր շրջակա միջավայրի խնդիրները բավականին կարևոր են եւ լավ կլինի, որ յուրաքանչյուր ոք գոնե մեկ ծառ տնկի։ Շատ հաճելի գործ է։ Մանկուց միշտ առիթն եղել է ու մեծ հաճույքով կատարում եմ։ Տնկվելու է 420 տնկի, հիմնականում հացենի։ Նպատակը, ինչպես գիտեք, երկրի օրվա կապակցությամբ կանաչ երկրի մոլորակի համար է կապված, կանաչ մոլորակ ունենանք, որպեսզի կանաչ տարածքները մեր երկրի համար շատ կարևոր են, նամանավանդ Երևանի համար։ Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը ևս տնկեց իր բաժին ծառը, հանուն ծառը շատ երկիր ունենալու։ Շատ ուրախ եմ, որ արտգործնախարարությունը եւ դեսպանությունները, դիվանի գիտական ներկայացուցիչները Հայաստանում իրենց համեստ ներդրումն ունեն, մասնակցություն են բերում Հայաստանը ավելի ծառաշատ դարձնելու գործում։ Հենց որ լավ նախաձեռնություն է, կարծում եմ ամեն տարի պետք է անի։ Ծառերը տնկված են, բայց գործն ամբողջովին ավարտված համարել չարժե։ Հարկավոր է նաև դրանք խնամել եւ առհասարակ ուշադիր լինել շրջակա միջավայրի պահպանմանը։ Անահիտ Հակոբյան, Սեյրան Վանցյան, Երևան լրատու։ Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսին Ռուսաստան կատարելիք իր այցելության ընթացքում մտադիր է քննարկել երկու երկրների միջև համագործակցության շրջանակներն ընդլայնելու հնարավորությունները։ Ապրիլի 19-ին Մուրսին կմեկնի Մոսկվա, նա մտադիր է առաջին հերթին քննարկումներ ունենալ տնտեսական կապերն ամրապնդելու ուղղությամբ, կենտրոնանալով նավթի, գազի եւ հացահատիկների ոլորտների վրա։ Միջազգային լրատվից ստացվող այլ տեղեկատվության ծանոթացեք ամփոփ տեսաշարով։ Բոստոնում մարաթոնյան վազքի եզրագծում իրականացված երկու պայթյունները առաջին ահաբեկչական գործողությունն են դարձել Միացյալ Նահանգների տարածքում 2001 թվականի սեպտեմբերի 11-ին համաշխարհային առևտրական կենտրոնի երկվորյակ աշտարակների, Պենտագոնի եւ Սպիտակ տան վրա Ալ-Քաիդա ահաբեկչական ցանցի կողմից կատարված գրոհից հետո, որը գրեթե 3000 մարդու կյանք էր խլել։ Երկուշաբթի օրը ինքնաշեն պայթուցիկ սարքը մարաթոնի եզրագծում, որն անցնում էր Բարի կամքի փողոցով, գործի է դրվել Միացյալ Նահանգների արևելյան ծովափի ժամանակով ժամը 2:50 Ընդմիջումը եղել է 12 վայրկյան, դրա հետևանքով զոհվել է 3 մարդ, ներառյալ 8 տարեկան երեխա։ Վիրավորների թիվը անցնում է 140-ից։ Կոորդինացված ահաբեկչական գրոհ, այսպես են անվանել վերջին ահաբեկչությունը։ Մենք առայժմ չգիտենք ով է դա կատարել եւ ինչու, եւ մենք չպետք է շտապենք եզրակացություններ անել, բայց անկասկած մենք ամեն ինչ կպարզենք մինչեւ վերջ, կգտնենք նրան, ով կատարել է եւ նրան պատասխանատվության կենթարկենք։ Ազգին հղած ուղերձում հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման։ Այդ անիմաստ բռնությունն էլ ավելի ահավոր է, քանի որ այն տեղի է ունեցել մի միջոցառման ժամանակ, որը կոչված է աշխարհի բոլոր մարդկանց միավորել սպորտի եւ ներդաշնակության ոգով, նշել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Գի-մունը։ Պայթուցիկ սարքերը եղել են փոքր հզորության, ենթադրվում էր, որ ռումբերը գործի են դրվել հեռակառավարման բջջային հեռախոսի օգնությամբ։ Պայթյուններից մոտավորապես 40 րոպե հետո Բոստոնում բջջային կապը անջատվել է, որպեսզի բացառվի պայթուցիկ մյուս սարքերի գործելու հնարավորությունը։ Պայթյունի վայրը զննած ոստիկանության հակաահաբեկչական կազմավորումները մերձակայքում հայտնաբերել են եւս 5 չպայթած սարքեր։ Հետաքննությունների համերկրային բյուրոն արդեն հարցաքննություններ է անցկացնում պայթյունների փաստով, սակայն գործում կասկածյալներ դեռևս չկան։ Ոչ ոք չի ստանձնել ահաբեկչական գործողության պատասխանատվությունը։ Միացյալ Նահանգներում ուժեղացված են անվտանգության միջոցառումները Վաշինգտոնում, Սպիտակ տան եւ Պենտագոնի մոտ։ Ազգային ընտրական խորհուրդը ապրիլի 15-ին հայտարարել է պետության ղեկավարի ընտրությունների արդյունքները։ Վենեսուելայի կառավարող Միացյալ Սոցիալիստական կուսակցությունից տեխնացու Նիկոլաս Մադուրոն պաշտոնապես հայտարարվել է երկրի ընտրված նախագահ։ Մադուրոն հաղթանակ է տարել իր գլխավոր մրցակից Դեմոկրատական միասնություն դաշինքի առաջնորդ Էնրիկե Կապրիելեսի նկատմամբ ոչ մեծ առավելությամբ։ Պաշտոնական տվյալներով ապրիլի 14-ի ընտրություններում Մադուրոին աջակցել են ընտրողների 50.75%, իսկ նրա գլխավոր ընդդիմախոսը 48.97%, կամ մոտավորապես 2600-5000 ընտրողներով պակաս։ Կապրիելեսը չի ճանաչել քվեարկության արդյունքները, նրան աջակցել են Միացյալ Նահանգները եւ Արաբական պետությունների լիգան։ Կապրիելեսի հազարավոր կողմնակիցներ դուրս են եկել Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասի փողոցներ։ Ցուցարարները երկրի իշխանություններին մեղադրել են ընտրությունների արդյունքները կեղծելու մեջ եւ պահանջել ձայների վերահաշվում։ Գործակալության տվյալներով ակցիայի մասնակիցները այրում էին աղբամանները։ Բազմությունը ցրելու համար քաղաքի շրջաններից մեկում ոստիկանությունն արդյունքաբեր գազ է կիրառել։ Ընդդիմության ակցիաներ են ծրագրված նաեւ ապրիլի 16-ին եւ 17-ին։
Հերմինե Սարգսյան, Երևան լրատու։ Հայ հեղափոխական դաշնակցությունը սկսել է չհասկանալ Ռաֆի Հովհաննիսյանին, իսկ իր գերակախնդիրն է դարձրել Երևանի ավագանու ընտրությունները։ ՀՅԴ Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ Աղվան Վարդանյանը նշել է, որ իրենց շտաբները լիովին պատրաստ են։ Արդեն որոշված է նաև, թե որ օրը, որ համայնք են այցելելու եւ հանդիպելու բնակիչներին։ Աղվան Վարդանյանը հորդորել է ժողովրդին ընտրել կամ իրենց, կամ Հայաստանի Հանրապետական կուսակցությանը։ Հայ հեղափոխական դաշնակցությունը սկսել է չհասկանալ Ժառանգություն կուսակցության առաջնորդ Ռաֆի Հովհաննիսյանի քայլերը, թե ինչ է նշանակում մեկօրյա այցը դեպի Մոսկվա եւ Բաղրամյան 26-ի փոխարեն Ծիծեռնակաբերդ գնալն ու Վովա Գասպարյանի հետ աղոթելը։ ՀՅԴ Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ Աղվան Վարդանյանը մինչև օրս հասկանալ չի կարողանում, բայց գիտակցում է, որ նախագահական ընտրություններն արդեն անցյալում են։ Պետք է մտածել ավագանու ընտրությունների մասին, հենց դա է գերակախնդիրը։ Ընտրությունները նույնքան քաղաքական են, որքան զուտ Երևանի կառավարման խնդիր։ Երկրում կա իրավիճակ, երկրում կա մթնոլորտ, նախագահական ընտրությունները նոր են ավարտվել եւ ակնհայտ է, որ մեր բնակչության մի վիթխարի զանգվածը դեմ է գործող կառավարման համակարգին, դեմ է քաղաքական մենաշնորհին եւ իր այդ դիրքորոշումը հստակ արտահայտել է նախագահական ընտրությունների ժամանակ։ Պետք է ընտրել կամ դաշնակցությանը կամ ՀՀԿ-ին, այլ տարբերակ չկա, հորդորեց Աղվան Վարդանյանն ու հիշեցրեց, որ նախընտրական շրջանի 1/3-ն արդեն հետևում է։ Հետո նկատեց, գուցե իրենք այդ շրջանում պասիվ են թվացել, բայց կատարել են մեծածավալ նախապատրաստական եւ կազմակերպչական աշխատանքներ։ Բոլոր շտաբներն արդեն ձևավորված են, անդամներն էլ կազմու պատրաստ են։ Գրաֆիկը որոշված է։ Աղվան Վարդանյանի կարծիքով իրենք առանձնահատուկ են, քանի որ հանդես են գալիս միասնական եւ ուժեղ թիմով։ Մենք լիահույս ենք, որ մեր բնակչությունը այս ընտրությունները դիտելու է ոչ թե ընտրացուցակների առաջի համարների միջև մրցակցություն, ոչ թե անձերի մրցակցություն, այլ քաղաքական ուժերի մրցակցություն եւ մեր երևանցիները պիտի տեսնեն, որ ընտրություն այս անգամ եւս պիտի նշանակի անվստահության հանրաքվե գործող իշխանությանը միակուսակցական համակարգին։ ՀՅԴ-ի ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանը լավագույնս կարող է լինել քաղաքապետի պաշտոնում։ Նա կկարողանա կատարել իր առջև դրված պարտավորություններն ու լիազորությունները հաշվի առնելով ժողովրդի կարծիքը, վստահ է Աղվան Վարդանյանը։ ՀՅԴ-ի քարոզարշավը կավարտի համակարգային միջոցառմամբ։ Աղվան Վարդանյանը վստահեցնում է, իրենք պայքարելու են նաև ընտրակեղծիքների դեմ, տրամադրելու են մարդկային ռեսուրս, որի շնորհիվ էլ խախտումները կհասցվեն նվազագույնի։ Տաթևիկ Աբրահամյան, Աշոտ Խաչատրյան, Երևան լրատու։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունն անկախ է եւ որևէ կուսակցական ուժից կախվածություն չունի, այս վստահությունն այսօր հայտնել է ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։ Նա նշել է, որ ավագանու ընտրություններին մարտական է տրամադրված եւ պայքարելու են հատկապես օրինախախտումների դեմ։ Ինչպես Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, այնպես էլ նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանը որևէ անկախտելի կապով այնքան կապված չէ որևէ կուսակցական ուժի հետ, ով կկարողանա խանգարել իրեն սեփական ուրույնն ու քաղաքական կուրսն իրականացնելու հարցում, վստահեցնում է ԲՀԿ խմբակցության անդամ կուսակցության մամլոխոսնակ Տիգրան Ուրիխանյանը։ Ինչպիսին էլ որ լինում է ԲՀԿ-ի իրականացվող կուրս, ԲՀԿ-ի կողմից իրականացվող կուրսը, այդուհանդերձ այն չի քողարկվում որևէ քաղաքական դիմակով։ Առանց ձևականության ու առանց սեթևետանքի է տեղի ունենում։ Եվ մարդիկ շատ լավ գիտեն ինչ սպասել Բարգավաճ Հայաստան կուսակցությունից։ Տիգրան Ուրիխանյանը հիշեցրեց, որ դեռևս 8 տարի առաջ Համագումարի ամբիոնից ելույթ ունենալիս ասել է, որ կողմ է հեղափոխությանը, համոզմունքը չի փոխվել, հեղափոխությունն իրականացնելու ցորենի ցանկից մինչև քաղաքի բարեկարգում։ ԲՀԿ պատգամավորը հորդորեց չստեղծել այնպիսի մթնոլորտ, թե նախորդ ընտրություններին չմասնակցած ուժը հաջորդ ընտրություններին մասնակցելու համար վատ մթնոլորտում է։ Հետո հիշեցրեց, որ իրենք երբևէ որևէ նախագահական ընտրությունների չեն մասնակցել։ ԲՀԿ-ն երբևէ որևէ նախագահական ընտրություններին թեկնածու չի առաջադրել։ Եվ դա սակայն չխանգարեց, որպեսզի մենք խորհրդարանական ընտրություններին վաստակենք բոլորիդ հայտնի քվեն։ Եվ չի խանգարելու, որպեսզի մենք
ցանկացած այլ կուսակցական ընտրություններին վաստակենք համապատասխան օժանդակություն, աջակցություն ու զորակցություն քաղաքացիների կողմից։ Հստակ բանաձևն արդեն կա, ինչ հնչում է ԲՀԿ-ի շուրթերից իրականացվում է, բայց ինչի մասին չի խոսվել, Տիգրան Ուրիխանյանը հորդորեց չհրամցնել իրենց։ Նա հիշեցրեց, որ իրենք աշխատում են ժողովրդի համար, հետևաբար ամենակարևորը վերջիններից գնահատականն է։ Մինչև ավական ընտրությունների քարոզարշավի մեկնարկն էլ ԲՀԿ-ն ամբողջ թիմով ամենասօր մակագրել է միջնորդություններ, ուղարկել է տարբեր նամակներ ու բարձրացրել է այնպիսի հարցեր, որոնք կապված են քաղաքի խնդիրների հետ։ Այսինչ բանը կառուցվել է չի համապատասխանում ստանդարտներին, ով է պատասխանատվություն կրում։ Այսինչ հատվածում լուսալապտերային սյունը թեքվել է վտանգավորության աստիճանի, ինչ պետք է արվի, որպեսզի մարդկանց գլխներին կամ ավտոմեքենաների վրա շուրջ չգա։ Ինչու պիտի ազգային ժողովի падգամավորը կամ այլ մեր թիմակիցներ եւ ոչ միայն մեր թիմակիցներ զբաղվեն այդ հարցերով։ Սա առաջին խնդիրն է, որը որ դրդում է մեզ Երևանում կառավարում ստանձնելու։ Սրտացավ վերաբերմունք դրսևորելու, երկրի հանդեպ մշտական բնակության վայրի նկատմամբ մոտեցում դրսևորելու։ Տիգրան Ուրիխանյանը վստահեցրեց, որ ԲՀԿ-ն պայքարելու է օրինական ընտրություններ անցկացնելու համար, կտրամադրեն մարդկային բավականաչափ ռեսուրս, բոլոր ընտրատեղամասերում կտեղադրվեն տեսախցիկներ։ Նա ԲՀԿ-ի կողմից ընտրակաշառքների բաժանումը բացառեց, ավելին նման բան նկատելու դեպքում հորդորեց դիմել իրենց կամ ոստիկանություն։ Տաթևիկ Աբրահամյան, Աշոտ Խաչատրյան, Երևան լրատու։ Մեկ ծանուցում Երևան ջրից վթարի վերացման աշխատանքների հետ կապված ապրիլի 17-ին ժամը 10-ից 18-ը կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ուռուցքաբանության կենտրոնի, Սրտաբանության ինստիտուտի, Քանաքեռի 1-ից 17, Ֆանարջյան, Ծարավաղբյուր, Զաքյան և Մելիքյան փողոցների առանձնատների, Թբիլիսյան խճուղու 1-ից 10 շենքերի, Սարգսակի փողոցի և հարակից տարածքների ջրամատակարարումը։ Հայաստանի Հանրապետության տարածքում առաջիկա մի քանի օրերին տեղումներ են սպասվում։ Ապրիլի 17-ից 21-ին Հանրապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, տեղ-տեղ ամպրոպ, Լոռիում, Տավուշի, Սյունիքի նախալեռներում և լեռնային շրջաններում թաց ձյուն։ Այսքանն ենք առանձնացրել այս ժամի համար, հետևեք Երևան լրատուի աշխատանքին, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս և մաղթում ամենայն բարիք։